Ողջունում եմ բոլորիդ, մենք շատ կարևոր գործ ունենք անելու մեր հայոց պատմամշակութային ժառանգության հետ կապված ժառանգության մասը կազմող իմ կարծիքով ամենակարևոր ոլորտի մասն ենք խոսելու կամ ոլորտներից մեկի մասն ենք խոսելու, դա գորգագործական մշակույթն է, որը կարելի է ասել, որ այսպես կռվախնձորի նման մի բան է դարձել գորգից շատ թե քիչ մոտիկ կանգնած էթնիկական տարատեսակ հանրույթների համար։ Գորգը իր էությամբ, իր բնույթով, իր գեղազարդման համակարգի բովանդակության առումով ծիսապաշտամունքային առարկա է։ Եվ ինչպես ցույց են տալու, եւ դուք դա տեսնելու եք, ընկալելու եք մեր հետագա դասախոսությունների ընթացքում, տեսնելու եք, որ դա իրականում էլ հենց այդպիսին է, որ գորգը որպես ծիսապաշտամունքային առարկա եղել է եւ նույնիսկ մեր օրերում էլ շարունակում է լինել այդպիսին։ Այսինքն գորգի ծիսապաշտամունքային բովանդակության էության վերապրուկները մեր ժամանակներում էլ կան։ Դուք դա տեսնում եք բոլորդ, ուղղակի չեք ընկալում, թե բանը ինչումն է կամ գործը ինչումն է։ Բացի դրանից, գորգը այն առարկան է, որում հատկապես հայոց գորգի մասին լինելու խոսք է այս անգամ, որ ժամանակի ընթացքում դարձել էր վերնախավային առարկա, վերնախավին բնորոշ, վերնախավի օգտագործման համար նախատեսված առարկա, եւ դա դեռ քիչ է, կոնկրետ հայկական գորգը համարվել է հենց վերնախավային լինելու խորհրդանիշ։ Ասենք միայն հայոց հայ էթնիկական հանրույթը չի, որ ոչ էլ պատմական Հայաստանն է եղել գորգագործական մշակույթի կենտրոն կամ կենտրոններից մեկը։ Գորգ գործող կամ գորգագործական մշակույթ ունեցող էթնիկական հանրույթներ շատ են եղել, քիչ չեն եղել։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ շատի կամ քչի դեպքում էլ հայկական գորգ ասվել է միայն մեր գորգին, հայոց, այսինքն էթնիկական անունով անվանակոչվել է միայն հայկական գորգը, մյուսներ ուղղակի ասել են գորգ։ Հայկական գորգն է, որը արաբ պատմիչները ներկայացրել են ամբողջ 8 դար, 6 դար շարունակ ներկայացրել են որպես հայկական գորգ եւ նաեւ ասել, որ այն անհատը, այն քաղաքական կամ պետական գործիչը, ով որ ունի տանը հայկական գորգ, դա ուրեմն համարվել է հանրույթի մեջ աչքի ընկնող ազնվորություն, նա արժանացել է մեծագույն հարգանքի, այնքանով, որքանով որ ունեցել է հայկական գորգ։ Շատ չխորանանք այս հարցերում, որտեղ միևնույն է մենք մեր դասախոսությունների, հետագա դասախոսությունների ժամանակ անդրադառնալու ենք, շատ մանրամասնորեն անդրադառնալու ենք այս խնդիրներին, ես ուղղակի ուզում եմ շեշտեմ, որ գորգը հնամենի գորգը իր ծագման ժամանակներից, իրավունքներից սկսած երևելի մշակութային եւ ծիսապաշտամունքային առարկայի ճանաչում է, նշանակություն է ունեցել, ճանաչում է ունեցել։ Հետաքրքիր է, երբ կարող է ստեղծված լինի առաջին գորգը։ Պետք է ասեմ, որ այդ հարցին պատասխանող չի եղել, ըստ էության չի կարող լինի։ Նրանումն է, որ խավավոր գործվածքի պատառիկներ ենթադրվում է, որ վերաբերում են վաղ նեոլիթի շրջանին, եւ նման պատառիկներ հայտնաբերվել են Չաթալ հոյուկ բնակատեղիում հնագիտական, որը գտնվում է հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան սահմաններից մի քիչ էլ արևմուտք, Կոնյա քաղաքի մերձակայքում։ Ինչ էր դա իրենից ներկայացնում։ Դա ուրեմն ենթադրվում է, որ ավելի ճիշտ ոչ թե ենթադրվում է, պեղումների արդյունքներից բացահայտված է, որ այդտեղ եղել է քաղաքակրթական կենտրոն, եւ դա հաստատվել է նաեւ վերջի շրջանում հայտնաբերված եւս մեկ ուրեմն մշակութային քաղաքակրթության հնամենի կենտրոններից մեկով, դա Պորտա Սարդն է, Չաթալ հոյուկից 30-40 կիլոմետր դեպի արևմուտք, որը նույնպես վերաբերում է այդ ժամանակաշրջանին, դեռ մի բան էլ ավել, 10-ից 9-րդ, 6-րդ հազարամյակներ ընդգրկող ժամանակահատվածում այդտեղ
կյանքը, քաղաքակրթությունը զարգացում է ապրել եւ շատ զարմանալի է, որ այդ ուրեմն քաղաքակրթությունը իր զարգացման մակարդակով նույնիսկ այդ իմ կարծիքն եմ ասում, ես շատ չեմ խորացել մասնագետների կարծիքներում, բայց ամենայսպես ասեմ ձեզ, պարզ տեսանելի է, որ օրինակ քարագործական մշակույթը, ճարտարապետական մշակույթը անհամեմատ ավելի զարգացած եղել, քան ասենք եգիպտականը կամ ասորաբաբելականը։ Դա կրկնում եմ 10-ից 9-րդ հազարամյակներ եւ այդտեղի պեղումներից կամ հարևան, ուրեմն Չաթալ-հույկի պեղումներից հայտնաբերված այդ խավավոր կամ խավավորատիպ գործվածները ցույց են տալիս, որ ըստ էության արդեն իսկ այդ ժամանակներում, այդ հազարամյակներում հասարակությանը, թվում է թե պարզունակ, պրիմիտիվ կենցաղով ապրող հասարակությանը անհայտ չի եղել գորգագործական մշակույթը կամ համենայն դեպս ծայրահեղագույն դեպքում կարպետագործական մշակույթը։ Ես շեշտեցի, որ դա հայկական լեռնաշխարհի սահմաններում է, եթե ավելի կոնկրետ ասելու լինենք, դա խեթական քաղաքակրթության սահմաններում է, պատմական խեթական թագավորության հետագայում, որը հայտնի եղել Կապադոկիա անունով, մենք էլ դրան ասում ենք փոքր հայք։ Այդ տարածքներին է վերաբերվում այդ երկու եւ Չաթալ-հույկի եւ ուրեմն Պորտասարի ուրեմն տեղը։ Շատ լավ, այսքանը ասենք եղել է, հետո ինչ կամ մեզ ինչ, չնայած մեզ ինչի հարց այստեղ կարծես թե գոյություն չպիտի ունենա, որովհետև մեր հայկական լեռնաշխարհի սահմաններում է գտնվում դա, այստեղ կոնկրետ խոսքը երևի վերաբերի նրան, իսկ հայկական լեռնաշխարհում ինչ ենք հայտնաբերել, ինչա հայտնի։ Սա ասում եմ նախքան բազիրիկին անցնելը եւ մի կարճ ձևով ասեմ ու անցնեմ մեր բնույթին։ Շիրակում Արթիկի դամբարանադաշտում պեղումներ են իրականացվել 1960-ական, 50-ական թվականներից մինչև, եթե չեմ սխալվում, 2000-ական թվականների սկիզբն էլ շարունակվում էր, եւ այդտեղից հայտնաբերվել է մի շատ հետաքրքիր գործվածք։ Շատ հետաքրքիր գործվածք։ Սա կարպետատիպ գործվածքի պատառիկը հայտնաբերվել է Արթիկի դամբարանադաշտից 1961 թվականին, պեղումների ղեկավարը եղել է հայտնի հնագետ Տելեմակ Խաչատրյանը եւ հենց Տելեմակ Խաչատրյանի պատմելով էլ Հարավային Կովկասում եւ երևի ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ընդհանրապես մեր մերձակա տարածաշրջանում այս գործվածքի պատառիկը ամենահնագույնն է, որ ճիշտ ասելու լինենք, ընդհանրապես այս կարգի պատառիկ իսկի ուրիշ տեղից հայտնի էլ չի։ Պահպանվածության տեսակետից եմ ասում, մենք ասեցինք, որ Չաթալ-հույկի պեղումներից հայտնաբերվել են պատառիկներ, բայց նրանց պահպանվածությունը այս աստիճանի չի։ Ընդ որում ես նկատի ունեմ այս պահպանվածության այն մակարդակը, որը այս պատառիկը ունեցել է հայտնաբերման պահին։ Այս պատառիկը վերաբերում է մեր թվարկությունից առաջ 17-ից 15-րդ դարերին, այսինքն միջին բրոնզին կամ միջին բրոնզ, ուժ բրոնզ այդ դարաշրջաններին։ Ինչ է իրենից ներկայացնում։ Շատ բարդ գործվածք է իմիջիալոց սա, տարբեր տեսակետներ են եղել սկզբնական շրջանում, հասկանալի է, որ առաջի անգամ ես չեմ խոսում այս մասին, ինձ առաջ խոսողներ եղել են, ուղղակի լայն, այսպես ասած, ուշադրության չի արժանացել, մանավանդ արտ երկրում կամ նույնիսկ մեր մասնագիտական շրջաններում, ասում էր, որ սա հագուստի մաս է, որը բացառվում է, որում հագուստի մաս ասելով ենթադրել են կոճակներից, սրա վրա կոճակներ կան, մետաղյա բրոնզից կոճակներ կան, ասվել է, որ ձիութամբի ծածկոց կարող է լինի, որ նույնպես բացառվում է, բացառվել բառը այս դեպքում մի քիչ հարաբերական ասեմ, տարազի դեպքում իսպար բացառվում է, ձիութամբի ծածկոցի դեպքում չեք կարող հստակորեն որևէ բան ասել, բայց գործվածքը ինքը երաշերտ գործվածք է, նախ ինքը մի քանի կտորներից է կազմված, եթե ուշադիր նայեք, դուք կտեսնեք, որ այնտեղ գծակարեր կան, ուրեմն երաշերտ գործվածք է, իսկ երաշերտ գործվածք մենք ունենք։ Գորգը ինքը երաշերտ է, հենք, միջնաթել, խաբ։
բայց երաշերտ է նաև ջջիմը։ Ջջիմը թվում է թե առանձնապես կարևոր մի բան չի, բայց իր գործելու տեսակետից, գործելու տեսանկյունից ինքը շատ էլ բարդ գործվածք է եւ երաշերտ է։ Երաշերտ է նաև սումախ տիպի կարպետը կամ կարպետների այն տեսակը, այն խումբը, որը որ երկերես չի, այսինքն երկու կողմերից դիմային եւ մյուս ուրեմն կողմից նույն տեսարաններն են, սա երկերես կարպետն է, բայց ունենք կարպետներ, որոնց դիմային մասը գեղազարդված է, ասենք տեխնիկական այլ եղանակներով, այնտեղ կա շուլալկարի ձևը, այնտեղ կա օղակիտ կարի ձևը մի քանի տարբերակների տեսքով եւ սրանք էլ են երաշերտ։ Այստեղ հենց խնդիրն էլ այստեղ է առաջանում։ Միջայլոց ես շատ երկար տարիներ գտնում էի, մտածում էի, որ գործ ունեմ գորգի պատառիկի հետ։ Ուղղակի հետագայում, երբ խորհրդակցեցի տարբեր մասնագետների հետ, որոնք շատ ավելի լավ գիտեն տեխնոլոգիական պահերը, ինձ համոզեցին, որ այստեղ գորգ չկա։ Սա համենայն դեպս կամ սումախ տիպի կարպետն է, որ հենց երաշերտ է, եւ կամ գուցե ջջիմ։ Նո ամեն դեպքում դրանով որևէ բան չի փոխվում։ Մենք բարդության տեսակետից նույն մակարդակի վրա են գտնում գորգը, սումախը, սումախ կարպետը եւ ջջիմը իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տեխնոլոգիական առումով, կառուցվածքային առումով նկատի ունեմ, ուղղակի գորգի դեպքում մենք ունենք խավ։ Սումախ կարպետի դեպքում խավը հարթ է գնում, թելը շարունակում է իր ընթացքը, գործող թելը, նախշի թելը, իսկ գորգի դեպքում նա ասենց մակերես է ստեղծում, փափուկ մակերես է ստեղծում եւ սրանով է սրա մեջ է տարբերությունը։ Այսինքն ստացվում է, որ հայկական լեռնաշխար ասելով, հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթի ակունքներ ասելով, մենք տեսնում ենք, որ համենայն դեպս երկրորդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ կեսերը ընդ որում արդեն մենք ունեինք այս տեսակի գործվածք, ընդ որում եթե դուք ուշադիր նայեք, այնտեղ կտեսնեք, որ այդ պատառիկը գեղազարդված է կեռխաչ չերի շարանով եւ դա էլ ինչ-որ բան ասում է, ամենայն դեպս ասում է այն առումով, որ իսկապես գործվածքի սովորական կտոր կամ սովորական գործվածք դա չի եղել, ինքը այս նախշը կոնկրետ արդեն իսկ դրան տալիս է որոշակի պաշտամունքային բովանդակություն։ Կեռխաչը արևի հավերժության խորհրդանշանն է։ Իմիջիալոց ինձ իմ բարեկամներից մեկը Բեյրութում բնակվող, Լիբանանում բնակվող շատ կարգին հայտնի մասնագետ, վերականգնող եւ նաեւ խորացած տեխնոլոգիաների մեջ Ավետիք Գոյոյանը ունի մի շատ հետաքրքիր կարծիք, որ գուցե սա եղել է դրոշակ։ Նո ինչ չափով է դա այսպես ասած հիմնավորելու հնարավորություն ստանում չեմ կարող ասել այս պահին, բայց ամենատեղս այդ տեսակետն էլ կա։ Սա բերում է նրան, այս կոնկրետ այս պատառիկը մեզ բերում է այն համոզման, որ հայկական լեռնաշխարհը այն որ գորգագործական մշակույթի բնորաններից մեկն է դրանում ընդհանրապես կասկած չունեմ եւ պետք է չի որ որևէ մեկը ունենա, իհարկե հենց ասում եմ մեկն է այն առումով, որ բնականաբար միակը չի։ Աշխարհի տարբեր տեղերում հնարավոր է որ միևնույն բանը ծագի մեկից անկախ։ Այլ հարց է, որ որևէ մի տեղին չի նսեմացվում մյուսների առկայությամբ։ Սա պետք է նկատի ունենալ անպայման։ Հայկական լեռնաշխարհի տեսակետից ուրեմն արդեն իսկ իր ավանդույթները ունեցել է, ընդ որում ունեցել է նախքան սրանց գոյություն ունենալը, քանի որ մենք արդեն խոսեցինք, ձեզ ծանոթացրինք հարգելիներս, Չաթալ Հոյուկի եւ Սարի ուրեմն քաղաքակրթության, զարգացած քաղաքակրթության եւ այնտեղ գոյություն ունեցած
չասենք արհեստ, ասենք զբաղմունքների մասին։ Ես թողնում եմ Վանի թագավորության հատվածը, բայց շեշտելով, որ Վանի թագավորության հետ կապված Վանի թագավորության ժամանակաշրջանում այս զբաղմունքը վերելք էր ապրել եւ այդ վերելքի ուրեմն վերելքի վկայություններից մեկն էլ Կարինի Բլրից հայտնաբերված գործվածքի նմուշներն են, որոնց թվում արդեն հստակորեն եղել է խավավոր գործվածքի նմուշ, որը դուք տեսնում եք ուրեմն ձեր էկրաններին։ Խոսքը վերաբերում է ուրեմն գորգի երևի ինչ-որ մի պատարագի մասին, ընդ որում սրանք հետազոտվել են 51-52 թվականներին 1900 եւ սրանց փորձաքննությունը կատարել են Էրմիտաժի մասնագետները, շատ որակյալ, շատ փորձառու մասնագետներ, մասնավորապես կոնկրետ Վերա Վերխովսկայի ուրեմն կարծիքն ենք հայտնում այս առումով, որ սա գորգի պատարիկ է եւ սա ուրեմն կրկին անգամ իր հերթին գալիս է հաստատելու, որ այն ավանդույթը, որ եղել է հազարամյակներ առաջ հայկական լեռնաշխարհում, դա շարունակվել է նաև հետագայում։ Ըստ ես չեմ ուզում շատ երկարացնել, որտեղ մեկ ամեն դեռ խոսելու ենք, ասինքն չեմ ուզում բերեմ Սարգոն II, Ասորեստանի Սարգոն II թագավորի հայտնի ցուցակը, որտեղ լիքը ուրեմն մշակութային արժեքների անվանումներ է տալիս, նույնպես չէ, որ այնտեղ գորգի մասն էլ հատուկ առանձնացվի, բայց այդ ցանկից հեշտությամբ կարելի է կռահել, եզրակացնել, որ նաև գորգեր են տարել այդ ավարի ցանկում նաև գորգեր են եղել։ Հիմա խոսքը արդեն անց ենք կացնում, խոսքը տալիս ենք Բազիլիկ գորգին, մեր խնդրո առարկային, ինչ է դա իրենից ներկայացնում։ 1949 թվականին Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի գնադիտության ինստիտուտի գիտաշխատողներից մեկը, որը պեղումներ էր իրականացնում Սիբիրում կամ Լեռնային Ալթայում ավելի ճիշտ, ընդ որում ասեմ, որ Լեռնային Ալթայում պեղումները, հետազոտությունները, ուսումնասիրությունները դեռ ցարական Ռուսաստանի ժամանակներից էին այնտեղ շատ ակտիվ առաջ գնացել 1890-ական թվականներից դեռևս, բայց 1920-ական թվականներին մինչև Խորհրդային Միությունը կարողացավ շատից քչից կարգավորել իրեն եւ մանավանդ խաղաղեցնել էր տարածքներում հնարավորություն ընձեռել, որ գիտնականներն էլ այնտեղ հանգիստ, շատից քչից հանգիստ եւ շատից քչից ապահով աշխատեն, նորից ակտիվացավ այդ հնագիտական գործունեությունը եւ արդենից պեղումներ էին կատարում բավականին ուրեմն գտածոններ էին հայտնաբերվել ամբողջ այդ Լեռնային Ալթայում։ Ընդ որում հայտնաբերվածների մեջ դեռևս գործվածքի նմուշներ չեն եղել, այդ ժամանակներում դեռևս գործվածքի նմուշներ չեն եղել, թեև աշխատանքային գործիքներ հայտնաբերվել էին։ Գործը շատ լուրջ ընթաց ստացավ 1949 թվականին, երբ Ռուդենկոն իրականացրեց Բազիլիկ կոչված տարածքի, դա փոքր տարածաշրջան է, տարածքում գտնվող դամբարանների, դրանք 5 դամբարան են, դամբարանների պեղումները։ Եվ կարելի ասել, որ նրա այդ հենց պեղումների սկիզբն էլ շատ այսպես աղմկահարույց գիտության մեջ մեր մշակութային աշխարհում ընդհանրապես, այսպես ասած, մեծ աղմուկ հալեց, հետաքրքիր աղմուկ, ոչ թե ասենք ինչ-որ սկանդալային բան չէր, դա կարճ ասած, հայտնաբերվեց ամբողջապես պահպանված մի գորգ, որը հենց այդ պահից էլ տրվեց նրան Բազիլիկ անունը, այնքան որ հայտնաբերվել է այդ տարածքում համար 5 դամբարանից։ Նախ հարց է առաջանում, ես ոնց է, որ այդ գորգը ամբողջությամբ պահպանվել է։ Գորգը կարելի ասել, որ լինելով 2000, առնվազն 2500 տարեկան, շատ լավ պահպանվել է։ Սրանից ավելի լավ պահպանվելու հնարավորություն ընդհանրապես այդ ոնց կարող է որևէ մեկը պատկերացնել։
Չէ որ գորգը 100-150 տարի հետո, այդ իհարկե կարգին չեն հետևում, սրանից հազարապատիկ ավելի վատ վիճակում է հայտնվում։ Բայց ուրեմն սա այս ձևով շքեղ ամբողջական տեսքով, ամբողջական գեղազարդման համակարգը ներկայացնող մի գորգ է, որը մասնագետների համար հրաշքի նման մի բան է։ Խնդիրը կանում է նրանում, հարցը ավելի ճիշտ կայանում է նրանում, որ այս դամբարանը իր ժամանակներում երևի դեռ էլի կոնկրետ չի հայտնի չի թե երբ են գողերը մտել կողոպտիչները կամ գողերը գանձախույզները այսպես ասած մտել այդտեղ դա ամենայն դեպս եթե սա 5-ից 4-րդ դարերով որոշ դեպքերում չնայած կան հետազոտողներ որոնք ոչ թե 5-ից 4-րդ են ասում այլ 6-ից 5-րդ են նույնիսկ ասում բայց նույնիսկ 5-ից 4-րդ դարերի դեպքում էլ ենթադրում է, որ այդ գանձագողները այդտեղ մտել են, այդտեղ հայտնվել են, երևի թե 3-րդ, 2-րդ դարերում մեր թվարկությունից առաջ։ Ինչ են արել դրանք։ Դրանք ծակել են վերևից այդ դամբարանը ծակել են եւ ուրեմն ինչ որ իրենց աչքին երևացել է, դրանք էլ տարել են։ Բայց խնդիրը կանում է նրանով, որ նրանք առանձնապես ոսկեղենի մասն է եղել ըստ երևույթին հիմնական խոսակցությունը գին ունեցող այսպես ասած, բայց շատ չեն խորացել։ Սա մի հսկայական տարածք է, դամբարան ասված է, շատ մեծ։ Համարեք, որ մի 3-400 քառակուսի մետր ինքը տարածք ունեցել է այդ դամբարանի տեղն է, որ հիմա դուք տեսնում եք դամբարանաբլուրը այդտեղ եղել եւ դա մի հսկայական տարածք է այդտեղ եղել է 4 խոշոր սենյակ այդ դամբարանում 4 խոշոր սենյակ է եղել դրանցից մեկում հենց հանգուցյալը եւ իր կինն են եղել ուրեմն ցեղի առաջնորդ չի հայտնի զորավար գութ առաջնորդներից ուրեմն զորավարներից մեկը իր կնոջ հետ դե այդտեղ արդեն պիտի պատկերացնեք որ մենակ այդ երկուսով չի հարցը լուծվել այնտեղ գերիններ, այնտեղ ստրուկներ, այնտեղ այն ամեն ինչ որ օգտագործել էր զորավարը այդ սենյակում էր մեծամասամբ այդ մյուս սենյակներում էլ այն ամեն ինչն էր ինչը որ պետք էր գալու հանգուցյալին անդր շիրիմյան աշխարհում չէ որ մարդիկ հավատում էին եւ այդ հավատը մինչեւ հիմա էլ կարծես թե կա որ մարդը մեռնելուց հետո դեռ նենց չի այսպես ասած չի մեռնում կարճ ասած կյանքը շարունակվում է նաեւ ստորգետնյա անգեր երկրյա աշխարհում այդ նույն հենց այդ ուրեմն մտածելակերպով էլ այնտեղ ամեն ինչ դրած է եղել Այդտում ջասարքեր, այդտում ձիեր լրացուցիչ, քարազի կարգ է եղել, քարազի կարգի վրա հատուկ տաղավար, այդտեղ տեղադրված այդ երկու աճունները իրենց ամենչով։ Եվ ծածկված է եղել գորգով, այս գորգը, բազիրիկ գորգը, ծառայել է որպես այդտեղ ուրեմն ծածկված, այսպես ասենք։ Թե ոնց է եղել, թե ինչ է եղել, այդ տարածքը կոնկրետ այդ սրահը, այդ դահլիճը կամ չեն մտել։ Այդ գանձագողները այդտեղ մուտք չեն գործել։ Մուտք տարել են այն ինչը որ դրան ուրեմն մյուս տեղերում է եղել, մյուս սենյակներում է եղել։ Ինչ որ է, սրանք որ ծակել են վերևից, այդ գողերը որ դամբարանաբլուրը ծակել են, հետո դուրս գալուց այդ չեն ծածկել։ Իմիջիալոց ես սկզբից պետք է ասել որ դամբարանը գտնում է ծովի մակերևույթից 1700 թե 1800 մետր բարձրության վրա, այսինքն այդ հավերժական սառածության հարց կա այդտեղ։ Ձմեռվա ուրեմն այդ ջուրը հալվել է, ամռանը լցվել է դամբարանի մեջ, սառել ու պրծավ։ Այդպես էլ մնացել է սառած մինչև 51 թիվը, 49 թիվը։ Եվ հենց այդ պայմաններում է որ կարողացել է այդ գորգը այդպես կենթանի վիճակում, բնական վիճակում պահպանվի։ Ու այլ կերպ երազել կամ գտնել որևէ այլ հնարավորություն չկա, գոյություն չունի։
Ամեն դեպքում այդ գանձագողների շնորհիվ մենք ուրեմն ունենք այս նյութը, այս չնաշխարհիկ, շատ բարձր մակարդակով գործված գորգը։ Չգիտեմ, գուցե նրանց էլ պահպանվեր, բայց համենայն դեպս ծառացության մեջ, հավերժական սառույցի մեջ հասկանալի է, որ շատ ավելի ապահով է մնացել, քան գուցե եթե այսինքն արկը չէր մնա, որդեր եք ուտեին, չգիտես, 1000 կփթեր հեչ որ չլիներ։ Հիմա այդ բոլորը իր հերթին։ Ինքը Ռուդենկոն հայտնաբերողը հրատարակել է այս ամբողջը, ուրեմն բազիլիկյան գորգի հետ կապված ամեն ինչը, եւ այնտեղ ինքը արդեն իսկ եկել էր այն կարծիքին, այն եզրակացության էր եկել, որ թեև գորգը հայտնաբերվել է Լեռնային Ալթայում, բայց իրականում դա գործել են կամ դա վերաբերում է երևույթին ստեղծել են Սյային Միջագետք, Վանա լճի ավազան այդ տարածքներում։ Ինքը առավելապես շեշտում է Սյային Միջագետք, այդ ասորաբաբելական միջավայրը, բայց ասորաբաբելական միջավայրը ինքնըստինքյան դա մեկուսացված մի բան չի, դա նույնն է, ինչ որ Վանի թագավորության մշակույթը իրարից առանձնապես այդպես տարբերություններ չկան, գուցե սեպագա ջիր այդ գրելաձևի մեջ մենք տարբերություններ բնականաբար տեսնում ենք, բայց ոչ ճարտարապետական եւ այլն, դրանք ընդհանուր առմամբ միևնույն բանն է։ Սա ես իմիջիայլոց եմ ասում, որովհետեւ մենք մեր զրույցի ընթացքում գալու ենք այն համոզման, որ իրականում էլ տարբերություն չկա եւ գորգը, բազիլիկ գորգը դա իսկապես էլ վերաբերում է այդ ասածս տարածաշրջանին, Սյային Միջագետք, նույնիսկ ոչ թե Վանի թագավորություն, այլ մինչև Ուրմիա լճի ավազան այդ տարածքը, այսինքն ամբողջապես Վանի թագավորության տարածքը ներառվում է ուրեմն այդ տարածաշրջանում, դրա ստեղծման տարածաշրջանում։ Ինչ ունենք ասելու կամ խոսելու այս գորգի մասին, կամ ինչ ունեն ասելու այդ մասնագետները, որոնք արդեն քանի տարի է դառնում, ուրեմն եթե 51 թվից սկսված է, առնվազն 70 տարի։ Հիմա խոսենք, թե դա ինչ գորգ է եւ իրենից ինչ է ներկայացնում։ Հետազոտողները, գորգագետները այստեղից, այնտեղից ինչքան կան, ավել պակաս լսած լինելով, չլսած լինելով, ամեն մեկը ասում է, որ դա իրենցն է։ Թուրքն ասում է, որ դա դերներն է։ Պարսիկը ուրեմն իրենցն է։ Շատ-շատերը չինա-մոնղոլական վարկածն առաջ քաշում։ Այնտեղ էլ ովքեր են։ Քրդական, տակտիկին է, որ ամենա ուրեմն ընդունելին, շատերի կողմից ամենաընդունելին այս քրդական վարկածն է։ Ես ասեմ, որ ընդհանրապես կան մասնագիտական շրջաններ, հրեա մասնագետներն, գորգագետներն են դրանք, օրինակ Մայքլ Վենդորֆ եւ ելի մի քանիսը, որոնք գտնում են, որ գորգագործական մշակույթի ակունքում կանգնած են քրդերը։ Թե ոնց է դա ապացուցվում, ինչ հիմքեր կան ասելու, կամ ինչ հիմքեր կարող է լինել, ճիշտ ասած դրանք ինձ անհայտ են, բայց դե մարդիկ ասում են։ Մենք ունենք նաև գորգագետներ, որոնք ասել են, որ սա հայկական ծագում կարող ունենա եւ ծագմատեղերներն էլ նրանք, որոնք որ ես ասեցի, Վանա լճի ավազան եւ ուրեմն Սյային Միջագետք, դրանք ուրեմն շուրմաններ եւ կանցորն են։ Հիմնականում այդ երկուսն են ասել, բայց դրանց գծով ես ասացած մասնագետները են, որոնք որ թուրքամետ են, չգիտեմ էլի ինչամետ են, նրանք ուղղակի ասել են, որ դե ադում այժ մի բաժակ կոնյակ բան խմեցրել են հայերը, այդպես էլ գրում են դրանք։ Եվ այդ մարդիկ էլ դրա համար այդ բանն ասել են, էլի, թե չէ հայերը ինչ գործող, հայերը ոնց կարող են գործել։ Մենք ինչ կարող ասենք բա։ Ուրեմն
գորգի, բազիրիկ գորգի հետ կապված, դա արդեն ասեցի ուսումնասիրությունները, բանավեճերը պարբերաբար կենթանանում են, հանգում են, նորից են վերակենթանանում, նորից է բորբոքվում, դա 50-ական թվականներից սկսած, բայց շատ ավելի ուրեմն, այսպես ասած, ոսկալտացող է դարձել 80-ական թվականներից սկսած, 80-ական, 90-ական, հիմա այս մեր ժամանակներում էլ այդ պատերազմը գնում է։ Այդ պատերազմը գնում է խոսքը իմիջիալոց միայն բազիրիկի մասին չի։ Խոսքը ընդհանրապես գորգագործական մշակույթի ծագման մասին է գնում, որ ավելի է, այսպես ասած, բորբոքվել, ամենակի իրեն է, իր վրա է քաշում այդ վերբակը։ Եվ ամենակարևորն է նա, որ մեր վրա քաշող չկա, սա է շատ հետաքրքիր է։ Մի հետաքրքիր բան էլ կարող ասեմ, հնդացես, ես սկզբում ասեցի, որ մեր գորգերի մասին, գորգագործական մշակույթի մասին, հայկական գորգ, որպես այդպիսին շեշտել են արաբ պատմիչները, բայց մեր պատմիչները զարմանալի բան է, առանձնապես չեն խոսել այդ մասին։ Նես չի, որ ընդհանրապես չեն խոսել, բայց որ այսպես ասեմ, այդտենց գորգեր ենք ունեցել, մենք այդ ցեղն ենք, մենք այդ ազգն ենք, այդ մշակույթ ունենք, նման մի բան էլի թեկուզ, այդպես բան չկա։ Ես ենթադրում եմ, որ երևի մեր համար դա սովորական բան է եղել, մեր աչքը սովոր է եղել գորգին, եւ դրա համար առանձնապես չենք նկատել, չենք գրել, չենք ասել, չենք գովել, մտածելով որ դա մերն է, էլի, հետո պիտի մեզ բան ասի ուրիշ, մինչդեռ մենք տեսնում ենք, թե այդ դրա արդյունքը ինչա լինում, որնա լինում։ Լավա, վատա, եթե մի բանը քոնն է, այդ պիտի աշխարհում մեկ անես։ Սա է ճիշտը, սա չենք արել, դրա համար այսօր ոչինչ չունենք, փաստացի ոչինչ չունենք, սա ես հաճույքով չեմ ասում իմիջիալոց հարգելիներս, սա ես ընդամենը փաստն եմ արձանագրում, որ մենք ունենալով այդ արաբական միջավայրի գնահատականը, արաբ պատմիչների գնահատականը, այսօր էլ որևէ մի թուրք կարող է վերկենա ասի, այս Բաքվի թուրքերը հատկապես, սրանք դե հայերը գործել սովորել են 1940-ական թվերից։ Հիմա, մենք ինչ ունենք ասել, մենք էլ ասում ենք մերն է, մենք ասում ենք, որ դա ունի, այդ գորգը ունի հայկական ծագում, գործել են հայկական լեռնաշխարհում, ավելի կոնկրետ, ուրեմն վասպուրական, հարավ, պատմական Հայաստանի հարավային նահանգներում։